Կանանց տոներին ընդառաջ կարծես թե ավանդույթ է դարձել ծաղկի գների արհեստական թանկացումները։ Օգտվելով առիթից ծաղկավաճառները մեկ տեղական վարդը, որ սովորական օրերին կարելի է գտնել միջինում 300-ից 500 դրամ, այսօր արդեն վաճառում են կրկնակի կամ եռակի թանկ 1000-ից 1500 դրամով։ Իսկ հոլանդական վարդերի գներն ավելի բարձր է, հասնելով մինչև 3000 դրամի, կախված վարդի տեսակից, գույնից եւ մեծությունից։ Նարգիզը, կակաչն ու մանուշակը եւս նախկին գներով այլևս չեք կարողանա գնել։ Կակաչի գինն օրինակ տատանվում է 800-ից 1500 դրամի սահմաններում։ Դե իսկ եթե որոշել եք ձեր սիրելի կանանց ու աղջիկներին ծաղկային կոմպոզիցիաներ նվիրել, ապա պատրաստ եղեք ավելի շատ թեթևացնել ձեր դրամապանակները։ Ծաղկի սրահի վաճառողները հրաժարվում են տեսախցիկի առջև խոսել գների կտրուկ աճի մասին։ Փորձեցինք ամեն ինչ պարզել գաղտնի նկարահանման միջոցով։ Գները 2000-ից սկսանք 6000, արդեն 10000, 15000, ամենաթանկը 17000։ Իսկ վարդի մի հատը 1000-ից 1500 դրամ, նայած գույն, նայած բույն։ Մեծ փոքր վարդերը կապ չունի։ Չէ, հենց այդ եմ ասում, հոլանդականների մասին 1000-ից մինչև 1500։ Կա Էկվադոր 2.5, նայած գլուխների մեծության, գույնների։ Տեղականները 300-ից սկսած մինչև 1000 դրամ։ Ըստ գոյերի արդեն։ Իսկ կակաչները։ Կակաչները կա 400 դրամ, 300 դրամ, 800 դրամ։ Գները ինչքան է թանկացել։ Երեկվա դրությամբ։ Չէ, երևի չէ։ Չի թանկացել։ Կակաչների գները 900, հա։ Տարբերությունը ո՞րն է, որ նա 1500-ը, ինչ Վարդերը հիմնականում 1500 դրամ են, բայց ասենք ըստ կախված վարդի որակից գինը կարող է փոխվել։ Կոկոնը մի քիչ մեծ, ավելի որակով, ավելի թարմ քաղված, կախված դրանից կարող է փոխվել։ Մինչև ինչքան կարող է բարձրանալ։ Իսկ թվում ամենաշատը 2000, շատ կարող է տեղտեղ գինույց 2500, դի հատը։ 2000 դրամ։ Ամբողջ փունջը։ Չէ, ճյուղը։ Ճյուղը։ Ցույց կտաք ճյուղի չափը, եթե կարելի է։ Ինչ արժեն ծաղիկները։ Ինչքան են։ 800 դրամ։ Իսկ ընդհանրապես միշտ են 800 վաճառել, թե տոնների հետ։ Չէ, ինքը հենց իր գինը ոնց կա, պես մնացել է, այս ծաղիկները։ Շուկաներն են հիմնականում բարձրացվում, դրանք շուկայից բերում են։ Վարդերի գներին ասեք ինձ։ 1300-ից մինչև 2000։ 1000-ից մինչև, Երկու սուկերս ինչի գինն եք հարցնում։ Սրանց։ Երկու սուկեր։ Իսկ նրանք եթե ձերն են։ 2000։ Միշտ էս գինն են եղել, թե թանկացել են։ Միշտ էս գինն է եղել։ Դե 5000-ի, 4000։ Իսկ էս վարդերը։ Սա 13000։ Հարցումները ցույց տվեցին, որ ծաղիկների գները կրկնակի աճել են, սակայն գնորդներին անգամ դա չի խանգարում լավագույն ծաղիկը գնել։ Թանկացել են գները։ Այո։ Ինչքան են թանկացել։ Կրկնակի թանկացել։ Հիմա նույն գներն են։ Դրանց էլ չի թանկանում, էլի։ Մոտ 1500 դրամ մի հատի գինը թանկացել է։ Ես ընկերոջից եմ վերցել մի հատը 500 դրամ։ Միշտ չեմ առնում, բայց զգում եմ փոփոխություն։ Մոտ 30%-ով։ 1000 դրամ։ Ստանդարտ գինն է թանկացել է։ Չէ, ստանդարտ գինը շատ է լավ է։ Սա 500, սա 400, էս 100, էս էլ ոնց որ էլի 100։ Իսկ տեսել եք թանկացել են գները։ Չէ, այսքանի օր ընդհանրապես ծաղիկ չեմ գնել, առաջին անգամ ոնց որ 200-ից մինչև 500 դրամ թանկանում են սովորաբար։ Իսկ չեք մտածել ծաղիկները այլ իրերով, թվերով փոխարինելու մասին, դա ավելի ձեռնտու լինի թե ոչ։ Դեսը տենց է մտածել եմ։ Ծաղիկներ եք նվիրել, թե։ Էսի ես, դա գախնիկա։ Մեկամսյակի նման թանկացումները ծաղկավաճառները պայմանավորում են հիմնականում պահանջարկի մեծացմամբ։ Հայկական տարբերակը ոչ մի։ Թանկանալու հիմնական պատճառը պահանջարկի շատն է։ Ասենք մարդիկ պահանջարկը շատ է, դրա հետևանքով թանկանում է։ Երևի որ նոր դուրս եկած ծաղիկները ավելի գեղեցիկ, որպեսզի ավելի փառթամ են լինում ծաղիկները, դրանով թե չէ ուրիշ ոչ մի բանով չեմ պայմանավորում։